Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն։ Նախագծում ինչ-որ միտեղ շուն բառը կա, թե մենք ենթադրում ենք, որ նախագիծը շների մասին է, սա առաջին հարցը։ Երկրորդ, դուք ասում եք, որ արգելվելու է գլխաքանակի նպատակով սպանդը։ Հիմա այս օրինագիծը ենթադրենք ընդունեցինք, առնետներին կարելի է սպանդը ենթարկել, թե պետքա ստերջացնել առնետներին։ Երրորդ հարցը, դուք նշեցիք, որ եթե ագրեսիա է ցուցաբերում շունը, նոր այդ դեպքում կարելի է քնեցնել, այսինքն սատկացնել, ավելի պարզ ասած։ Հիմա ո՞նց է որոշվելու շունը ագրեսիվ է, թե ագրեսիվ չի։ Ոնց ենք որոշելու, որովհետև ենթադրում եմ խոսքը շների մասին է, ոչ թե կատուների կամ ասենք ճնճղուկների մասին, որովհետև նրանք էլ են կենդանիներ։ Այս հարցին պատասխանեք, արձագանքելուց նոր կշարունակենք։ Եթե ձեզ մի քիչ նեղություն տայք եւ ընդհանրապես պրեամբուլան կարդայք օրենքի նախագծի նշված է, որ սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, որսի, ինչպես է մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների փակագծերում վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն, դրանց հետ կապված իրավահարաբերությունները։ Շուն սահմանումը չկա, մենք կառավարությանը առաջարկելու ենք ցանկ, որը սահմանելու է մեր կողմից առաջարկվող տնային կենդանիների ցանկը, բնականաբար այնտեղ կա շունը, բայց կառավարությունն է ընդունելու, որոշելու եւ ընդունելու տնային կենդանիների ցանկը։ Մեր կողմից առաջարկվող ցանկի մեջ բնականաբար շները կան։ Արձագանք։ Ես խնդրեի կոնկրետացնել, որովհետեւ թափառող կենդանին նաեւ կատուն է, թափառող կենդանի։ Գյուղական որոշ շրջաններում աղվեսներն են թափառող կենդանիներ։ Պետք է կոնկրետացնել հասկանալու համար, որտեղ ինչ են անելու եւ վերջապես ստերջացնում եւ քնեցնում լուծումները երբ է իրավունք ստանում համայնքը սատկացնել շանը, ում բողոքի հիման վրա, ում որոշման հիման վրա։ Ի վերջո, ասենք Երևանում էլ կան ամեն շենք ունի իր սիրած շունը եւ շունը պատտվում է։ Հիմա մի կին կամ տղամարդ կարող է բողոքել, ասել, որ ինձ շատ վտանգավոր հոտոտեց, նա ագրեսիվ է։ Հիմա որոշումը ով է կայացնում, այդ շանը գալու են տանեն սատկացնեն, թե մենք հանգիստ լինենք։ Եվ շարունակություն իմ ասացի, ես խնդրում եմ այդ կոնկրետացնել, որովհետև սենց հեղեղուկ ով ոնց ասես կմեկնաբանի ու ինչ ուզի կանի խեղճ կենդանիներին։ Ընդհանրապես պետք է գոնե մեկ անգամ օրենքը կարդալ, օրենքի նախագիծը կարդալ, այստեղ ամեն ինչ նշված է։ Թափառողը կենդանու տեսակ չի, սեփականության ձև է, այսինքն սեփականատեր չունենալու մասին է խոսքը։ Չգիտեմ ինչ ասեմ, կենդանու սատկացնելու մասին պահանջ այստեղ չկա կամ տարբերակներ, երբ կարելի է դա անել, այդպես չկա։ Դե ասեցի, որ անասնաբուժության մասին օրենքի համապատասխան հոդվածում միայն քնեցման, թույլատրելի քնեցման հիմքերը սահմանված են, քրեական օրենսգրքով կենդանու կյանքից զրկելը կարելի է միայն ինքնապաշտպանության եւ առողջության վնասը կանխարգելելու կամ պաշտպանվելու համար, ինչպես քրեական օրենսգրքով կյանքի ընդհատման բոլոր հոդվածներում դա պարտադիր կա։ Սա է կարգավորումը։ Անդրանիկ Քոչարյան։ Պարոն Նազան, տեղից մի խոսացեք։ Անդրանիկ Քոչարյան։ Շնորհակալություն։ Դե մի բանով էլ թող ինքը պատասխանի, տենց նիստը ավանդատենք, դուք երկուսով խոսացեք, ասում տեղից մի խոսացեք։